Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը չի մասնակցելու նախընտրական քարոզարշավին։ Դասական քարոզարշավ չի լինի այնքան ժամանակ, մինչև չպարզվի, թե Հայաստանում քանի ձայնի իրավունք ունեցող քաղաքացի է մնացել, ասում է նա։ Մենք ուզում ենք, որ բոլոր հնարավոր ու աչք ծակող կեղծիքները բացառվեն եւ վերահսկելի լինեն։ Եվ այդ առումով կանենք մեր ձեռքին եղած ամեն հնարավորը։ Ամփոփելով նախընտրական քարոզարշավը Մելիքյանը նկատեց, որ մեկ շաբաթում պարզ դարձան թեկնածուների մարտավարությունը, նրանց քաղաքական հայացքները։ Ցավոք սրտի բացառությամբ մեր առաջարկների որևէ գործնական առաջարկ չհնչեց այն մասին, թե ինչպես կարելի է ապահովել առաջիկա ընտրությունների օրինականությունը։ Իսկ սա ըստ էության հիմնական խնդիրն է, որ պետք է լուծեն Հայաստանի իշխանություններն ու ուրիմությունը։ Ընտրարշավը ըստ օրինականության հանդեպ ունեցած վերաբերմունքի թեկնածուի խոսքով կարելի է բաժանել երկու հիմնական ճամբարների։ Ակնհայտորեն պարոն Սարգսյանը, պարոն Ռաֆիկ Հովհաննիսյանը, պարոն Հայրիկյանը եւ պարոն Բագրատյանը իրենց խոսքում կասկածի տակ չեն դնում ընտրությունների օրինականության հարցը։ Իսկ մյուս ճամբարում գտնվող նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի քայլը, ով հացադուլ է հայտարարել, Մելիքյանը անարդյունավետ է համարում։ Սկզբանե այրված են կամուրջները եւ երկխոսության ճանապարհը փակ է։ Դիտարկմանը, թե այս մեկ շաբաթվա ընթացքում որտեղ է շփվել քաղաքացիների հետ եւ քարոզարշավ չի արել, Արման Մելիքյանն արձագանքեց, օրինակ Վարշավիրանոցում։ Լուսինե Հովհաննիսյան, Արման Գրիգորյան, Սլաքեյ։